Իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա հասցնելու ծրագիրը դեռ պետք է ուսումնասիրվի եւ եթե կողմերի համար այն շահավետ լինի, ապա ինչու ոչ ծրագիրը կիրականացվի։ Օրերս նման հայտարարություն էր արել նախագահ Սերժ Սարգսյանն իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Այս թեմայի շուրջ այժմ կզրուցենք էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարջանյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Նախ ինչպես հասկանալ նախագահի այս հայտարարությունը կան, արդյոք արդեն գործուն քայլեր, որ նման հայտարարություն է արվում։ Այո, գործուն քայլեր կան, հիշեցնեմ, որ անցած տարի ընթացքում կայացան մի քանի քառակողմ հանդիպումներ Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան, ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, նախնական պայմանավորվածություններ, մասնավորապես Հայաստանի տարածքով մոտավորապես 500 միլիոն խորանարդ մետր Վրաստան հասցնելու համար։ Հասկանալ պետք է նախագահի խոսքերը ուղիղ, այս իրադրությունը ազդարարում է աշխարհաքաղաքական իրադրության փոփոխություն տարածաշրջանում, սա բացառիկ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար ճեղքել թուրք-ադրբեջանական մեծ խեղդող օղակը եւ տարածաշրջանում իրապես հյուսիս-հարավ առանցքով ապաշրջափակել Հայաստանը եւ ներգրավել լուրջ էներգետիկ ծրագրերի մեջ։ Պարոն Մարջանյան, բայց կարծես թե Վրաստանի ծրագիրն էլ դեռ իրագործված չէ։ Այո, իրագործված չէ, որովհետեւ խանգարող չափազանց լուրջ ուժեր կան եւ սովորաբար մեր ԶԼՄ-ներում հիմնական շեշտը դրվում է, որ ըստ էության ռուսական կողմը կարող է որոշակի արգելքներ կամ որոշակի մտապահումներ ունենալ այդ ծրագրի իրականացման համար։ Մինչդեռ ադրբեջանական կողմը։ Մինչդեռ թուրք-ադրբեջանական վեկտորը այստեղ կարծում եմ շատ ավելի վճռորոշ դերակատարում ունի եւ եթե հիշենք, որ անցած 2 տարիների ընթացքում տարպես 3 անգամ փորձ եղավ տարբեր դիվերսիաներ կազմակերպել այդ հյուսիս-հարավ գազատարի վրա եւ այլ ենթակառուցվածքների ուղղությամբ եւ հետքերը բացահայտորեն տանում էին Բաքու եւ Անկարա։ Այդպես որ այդ ծրագրի իրականացման խոչընդոտող հիմնական ուժը կարծում եմ թուրք-ադրբեջանական տանդեմն է եւ որոշակի մտապահությունները, որոնք առկա են Ռուսաստանի մոտ։ Բայց դժվար ասել բարեբախտաբար թե իչարիք մեզ բոլորիս ռուս-ամերիկյան հարաբերությունները սրընթաց վատթարանում են եւ եթե ֆիքսել եք, իսկ վստահ եմ, որ ֆիքսել եք ձեր հաղորդումներում, վերջին Ռուսաստանի դեմ ուղղված սանկցիաները Միացյալ Նահանգները կապեցին մի փաթեթի մեջ Իրանի հանդեպ սանկցիաների հետ։ Դա նշանակում է, որ անխուսափելիորեն կուժեղանա Ռուսաստան եւ Իրան մերձեցման վեկտորը եւ այս իրավիճակը միգուցե Ռուսաստանում հասունացնի այն պատկերացումը, որ բոլորովին էլ իրենց շահերի դեմ չէ Իրանի հետ Հայաստանի եւ Վրաստանի եւ Ռուսաստանի էներգետիկ մերձեցումը։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է լուրջ ձեռքբերումներ ունենալ եւ կարծում եմ նախագահի այդ խոսքերը հենց այդ ծիրում էին արված, ինչպես գիտեք նա մեկնեց Իրան, ուրեմն այդ ինագուրացիայի մասնակցելու համար, կարծում եմ, որ այնտեղ էլ որոշակի բաներ կբանակցվեն, վճիռներ կկայացվեն, միգուցե նախնական, միգուցե ուրվագծելու տեսանկյունից։ Կարճ ասած, կարծում եմ, որ Հայաստանը հիմա գտնվում է, Հայաստանը եւ տարածաշրջանը հիմա գտնվում են լուրջ եւ նոր եւ Հայաստանի համար շահեկան փոփոխությունների առջեւ։ Պարոն Մարջանյան, ձեր այս բոլոր գործոնները հաշվի առնելով արդյոք իրատեսական է եւ ինչ ժամանակի մասին է խոսք գնում։ Հնարավոր է եւ Թուրքիա, Ադրբեջանի ճնշումները եւ Ռուսաստանի որոշակի հետաքրքրվածությունը սեփական գազը Հայաստանում վաճառելու։ Հնարավոր է, բայց շատ բարդ, որովհետեւ մենք գտնվում ենք վերին աշյանի ապակայունացված տարածաշրջանում եւ արտաքին խաղացողների թե ներքին խաղացողների բախումները այստեղ արտահայտվում են շատ վառ, իսկ ինչ վերաբերվում է ժամկետներին, կախված թե ինչ տարբերակով կընթանա ծրագրի իրականացումը։ Մի բան է շարունակել այն, ինչ որ տարիներ ի վեր Իրանը եւ Հայաստանը անում են։
այն է ուրեմն գազ էլեկտրականության ընդդեմ այդ տրամաբանությամբ աշխատանքների զարգացումը։ Կարծում եմ, որ ահա այս ուղղությամբ աշխատանքները բոլոր դեպքերում առաջ կգնան, երրորդ գիծը կթողարկվի եւ այս բլոկի աշխատանքները բնականում կշարունակվեն։ Այլ բանի երկրորդ տարբերակը դա 500 միլիոն մոտարապես խորանարդ մետր գազ տարանցիկ Իրանից Հայաստանի վրայով Վրաստանին հասցնելու համար։ Սա նույնպես շատ հետաքրքիր ծրագիր է եւ Աստված տա հաջող է։ Եվ վերջապես երրորդ ամենածավալուն եւ բավական հավակնոտ դա Իրանի գազի արտահանումն է դեպի Սևծովյան նավահանգիստներ եւ այնուհետեւ տարբեր ուղղություններով ընդհուպ մինչև Եվրոպա։ Այս ծրագրի իրականացումը առնվազն 5 տարի կպահանջի, դա խոսքը կգնա նոր գազատարի կառուցման մասին, ավելի մեծ տրամաչափի, դա կլինի տարածաշրջանի խոշորագույն էներգետիկ ծրագիրը եւ նորից կրկնեմ այս երկրորդ եւ երրորդ տարբերակները կազդարարեն տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխության մասին։ Հայաստանը, Իրանը եւ Ռուսաստանը ճեղքում են Հայաստանը խեղտամահ անող այդ բլոկադայի օղակը, բացում են այն եւ զարգացնում են հարաբերությունները հյուսիս-հարավ առանցքով։ Սա դարակազմիկ նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Տեսեք, պարոն Մարտիրոսյան, դուք անդադ Ռուսաստանին էլ եք շեշտում, որը պիտի լինի Ռուսաստանի շահագրգռվածությունը այս ծրագրի, մասնավորապես հարցում հաշվի առնելով, որ Ռուսաստանն ազատորեն իր գազը վաճառում է Հայաստանում եւ անգամ Իրան-Հայաստան գազատարի սեփականատերը Գազպրոմ ընկերությունն է, դա էլ է պատկանում Ռուսաստանին։ Կարծում եմ, որ Հայաստանի շուկան իր ծավալներով այնքան փոքր է, որ Գազպրոմի համար որևիցե նախաձախնդրություն կամ ինչ-որ բացական էմոցիաներ առաջացնել չի կարող։ Ուրիշ բան, որ նրանք եւ ինչպես նաեւ Հայաստանի հասարակությունը շահագրգռված են Հայաստանում արդյունավետ գազի օգտագործման սխեմաների զարգացման համար։ Իրական հակասությունը այստեղ կայանում է նրանում, որ եթե իրանական գազը խողովակաշարով դուրս գա դեպի Եվրոպա, դա կդառնա մրցակից Ռուսաստանի Եվրոպա գազը, այստեղ է խոշոր հակասությունը Ռուսաստանի համար շատ ավելի զգալի, քան Հայաստանի շուկան կամ ընդհանրապես ողջ Անդրկովկասի շուկան կամ համադրելի մի որևէ բան։ Ծավալները այնտեղ իսկապես մեծ են եւ այստեղ է, որ որոշակի հակասություններ կարող են լինել։ Բայց նորից կրկնեմ, Միացյալ Նահանգների կողմից Իրանի հանդեպ իռացիոնալ քաղաքականություն վարելու հետևանքով Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները ուղղակի դատապարտված են սերտացման եւ ահա այս նոր իրավիճակում վստահ եմ, որ ճիշտ մոտեցման դեպքում հավասարակշռ եւ հետեւողական քաղաքականության դեպքում Ռուսաստանը եւ Իրանը կարող են գտնել փոխադարձ շահավետ սխեմաներ եվրոպական եւ այլ շուկաներ, գազի շուկաներ դուրս գալու համար։ Եվ այստեղ է, որ Հայաստանին եւ Վրաստանին սպասվում է լուրջ հաջողություն։ Կարծում եմ, որ դեպքերը զարգանում են հենց այդ ուղղությամբ, տեսնենք առաջիկա ժամանակները ինչ կբերեն։ Կարգն ինչպիսին է սովորաբար տարանցիկ երկիրը ինչ մասշտաբով է մասնակցում գազատարի կառուցմանը, մենք արդյոք ունենք այդ ֆինանսական միջոցները։ Կարծում եմ, որ ֆինանսական միջոցները այստեղ լուրջ կամ հաղթահարելի խոչընդոտ է։ Ավելի կարևոր է ճիշտ հաշվարկել եւ ճիշտ մասնակցել բոլոր այս գործընթացներին։ Տարանցիկ կարգավիճակը մի քանի հնարավորություններ են ձեռում տարանցիկ երկրին, այս դեպքում Հայաստանին։ Առաջինը Հայաստանը ունենում է բավական ծավալուն այլընտրանքային աղբյուր գազի, հետևաբար բավականին մրցունակ ըստ երևույթին հուսանք, որտեղ գնի մասին դեռ ընդհանրապես խոսակցություն չի եղել։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է վերջապես իրոք ձեռնամուխ լինել Հայաստանում տնտեսության զարգացմանը, Հայաստանում արդյունաբերության զարգացմանը, հարակից լոգիստիկայի զարգացմանը։ Երկրորդը Հայաստանին հնարավորություն կընձեռվի ունենալ բավականին հասանելի աղբյուր իր գեներացնող հզորությունները մեծացնելու ուղղությամբ։
Երրորդը դե ակնհայտ բան, դա տարանցիկության համար վճարներն են, որը բոլորովին չի խանգարի Հայաստանի ոչ տնտեսությանը, ոչ հասարակությանը։ Ահա այս երեք ուղղություններով գտնել ճիշտ համադրությունը, ճիշտ մասնակցել գործընթացներին, այստեղ է կայանում հիմնական մարտահրավերը, Հայաստանը պետք է ճիշտ դա հաշվարկի եւ ճիշտ ներգրավի այս գործընթացներին։ Բայց կրկնեմ, որ գործընթացը շատ չուզողներ ունի, դիմադրությունը կլինի ահագնացող եւ շատ դաժան։ Ինչ ասես, ընդհուպ մինչեւ պատերազմ, ընդհուպ մինչեւ ապակայունացում, ինչպես ցույց տվեց եւ Լիբիայի, եւ Սիրիայի, եւ Իրաքի օրինակները, այստեղ ցավոք սրտի խոչընդոտներ կամ ամրաններ, որոնք զսպեն կողմերի, այսպես ասած, դեստրուկցիան գոյություն չունի։ Եթե դուք տեսեք, թե ինչի է վերածել ընդհանրեն Ռակա քաղաքը կամ Դամասկոսը, դա պարզապես երկրորդ Ստալինգրադն է, ավերակներ։ Ուզում եմ ասեմ, այստեղ ամեն ինչ կարող է լինի։ Ուղղակի այստեղ պետք է ճիշտ հաշվարկել, ճիշտ գնահատել ռիսկերը, վարել հավասարակշռված քաղաքականություն եւ չվախենալ պատմությունից։ Հայաստանի շարքային քաղաքացին իր վրա ինչպես կզգա այս գազատարի կառուցման ընթացքը նկատի ունեմ, արդյոք տնտեսական որևէ խնդիրների առջև կանգնենք եւ հետո նաեւ գազատարի գործարկումից հետո դրական առումով ինչ փոփոխություն կարող է լինել։ Նախ, ինչպես ասացի, այդ տարանցիկության վճարները դա ուղղակի մուծումներ կլինեն հայկական ուրեմն բյուջե, հայկական տնտեսական դաշտ, ինչը ինքնին կթեթևացնի Հայաստանի վիճակը։ Երկրորդը, Հայաստանը կհայտնվի տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրագործման կիզակետում, կմեծանան ներդրումների եւ հարակից լոգիստիկ կառույցների իրականացման գրավչությունը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբացվեն նոր հնարավորություններ, հարակից ենթակառուցվածքի զարգացումը կարող է ուժեղանալ։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ կծագի հյուսիսարև ուրեմն ավտոմայրուղու լիարժեք թողարկման եւ ծանրաբեռնվածության աշխատանքները եւ ինչու ոչ միգուցե հասնենք նաեւ հյուսիսարև երկաթուղու կառուցմանը։ Այստեղ Հայաստանի քաղաքացու համար ազդեցությունը կարող է լինել շատ դրական եւ շատ արագ, եթե այս ծրագրերը հաջողեն։ Տեսեք, հյուսիս-հարավ ծրագրի մասին խոսեցինք, որտեղ փորձագետները եւ քաղաքական գործիչները շատ հաճախ խոսում են, որ այդ ծրագրում բավական մեծ կոռուպցիոն գործարքներ են տեղի ունեցել, բավական մեծ չարաշահումներ են եղել, դա մի միջազգային ծրագիր էր, որի հետ Հայաստանը կարծես մեծ հույսեր էր կապում։ Հիմա ունեք այն վստահությունը, որ իշխանությունը չի տապալի նաեւ այս գազատարի կառուցման ծրագիրը։ Կոռուպցիան դա այն հիվանդություն է, այն մոռը, որը ուղղակի էրոզիայի ենթարկում Հայաստանի թե տնտեսական թե հասարակական կյանքը։ Դա մեծագույն չարիք է, որը օրեցօր մեզ թուլացնում է թե տնտեսապես, թե բարոյապես, թե մրցունակության տեսանկյունից։ Սա ուղղակի չարիք է։ Հյուսիս-հարավ մայրուղու, դուք մայրուղու հավանաբար ծրագիրը նկատի ունեիք։ Այո, այնտեղ կային կոռուպցիոն բաղադրիչ աշխատանքները ձգձգվեցին ուղղակի անթույլատրելի չափ, որակական առումով բավականին հարցեր առաջացան, աշխատանքների կազմակերպման տեսանկյունից բավական թերացումներ եղան, բայց ունենք այն, ինչ ունենք, այստեղ պետք չի ոչ չափազանց հոռետես լինել, ոչ էլ այսպես երասկոտ իրավիճակում հայտնվել։ Սա է մեր իրականությունը, հասարակությունը պետք է իր ամենօրյա ուշադրության կիզակետում պահի լրատվամիջոցների միջոցով, անկախ փորձագետների միջոցով այս ծրագրերի իրականացումը, հասարակությունը պետք է չընդունի կոռուպցիան որպես երևույթ, իսկ պետությունը պետք է ուղղակի անողոքաբար պայքարի կոռուպցիայի դեմ։ Կհաջողենք թե չէ, կախված է միայն մեզանից։ Արտաքին ուժեր այստեղ կապ չունեն, միայն մեզանից։ Կկարողանանք, ոչ։ Իմ հարցը հենց մեր մասին էր, պարոն Մարտիրոսյան, արդյոք այս իշխանությունը կարող է իրագործել այս ծրագիրը, թե տապալելու է եւս մի ծրագիր։ Այս թե այլ իշխանություն, դա կախված է նորից Հայաստանի ներքին քաղաքական կյանքի զարգացման
օրինաչափություններից եւ դեպքերից, բայց դա չէ այստեղ էականը։ Էականը հասարակության հանդուրժելիության չափանիշն է։ Եթե հասարակությունը վճռականորեն ասի ոչ կոռուպցիային, ինչպիսի իշխանություն էլ գա, ինչպիսի կառավարություն էլ լինի կամ մնա, նա ստիպված կլինի չհանդուրժել։ Այստեղ մեր ու ձեր անելիքն է եւ ուրիշ ոչ մեկին։ Շնորհակալ եմ, պարոն Մարզանյան։ Ընտրեմ։ Իմ զրուցակիցն է էներգիայի հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը։